Եկեք Տերոջը դառնանք, քանզի Անիկա զարկավ ու Անիկա մեզ պիտի բժշկե։ Անիկա վիրավորեց ու Անիկա պիտի կապե։ 2 օրեն մեզ պիտի կենդանացնե։ 3-րդ օրը մեզ պիտի կանգնեցնե ու անոր առջև պիտի ապրինք։ Տերը պիտի ճանչնանք ու Զանիկա ճանչնալու ետևե ըլանք։ Անոր ելքը արշալույսի պես պատրաստված է, ու Անիկա մեզի պիտի գա անձրևի պես, երկիրը ոռոգող վերջին անձրևին պես։ Քեզի ինչ չնեմ, ով Եփրեմ, քեզի ինչ չնեմ, ով Յուդա, վասնզի ձեր բարությունը առավոտյան ամպին պես ու շուտով ցնդող ցողի պես է։ Ասոր համար մարգարեներուն ձեռքով զանոնք կոտրեցի, բեռնիս խոսքերովը զանոնք մերցուցի, որպես իմ դատաստաններս լույսի պես ելլեն, քանզի ես ողորմություն կուզեմ և ոչ թե զոհ, ու ողջակեզներեն ավելի Աստծո գիտությունը, իսկ անոնք Ադամի պես ուխտազանց եղան, ու ինձի անհավատարմություն ըրին։ Գաղաադ անօրեններու քաղաք է, արյան հետքերով լեցուն։ Ինչպես ավազակներու գունդերը մարդու համար դարանամուտ կլան, այնպես ալ քահանաներուն խումբը։ Սիւքեմի ճամբուն մեջ սպանություն ու եղեռնագործություն կնեն։ Իսրայելի տունը սոսկալի բաներ տեսավ, Եփրեմին պոռնկությունները հոն են, Իսրայել պղծվեցավ։ Քեզի ալ հունձք մը պատրաստված է, ով Յուդա, երբ իմ ժողովուրդս գերութենե դարձնեմ։ Երբ Իսրայելը պիտի բժշկեի, Եփրեմին անօրենությունը ու Սամարիային չարությունները հայտնվեցան, քանզի անոնք նենգությամբ կգործեն, գողը ներս կմտնե, ու դուրսը ավազակները կմերկացնեն։ Իրենք չեն մտածեր, թե ես իրենց բոլոր չարությունը կհիշեմ, հիմա իրենց գործերս իրենք պաշարեցին, անոնք իմ երեսիս առջևն են։